Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հասարակական կազմակերպության նախագահ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Ողջույն, պարոն Գրիգորյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Գրիգորյան, Իրանի նախագահը կրկին անգամ առաջարկում է իր ծառայությունները, իր միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Վրաստանի նախագահը նույնպես Հայաստանում էր եւ եւս իր միջնորդություններ առաջարկում, նա ասում էր Վրաստանն ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու ներուժ եւ որպես չեզոք երկիր անշահագրգռված է Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք գիտենք նաեւ, որ Եվրամիությունն է նորից առաջարկել իր ծառայությունները, իր միջնորդությունը, Ռուսաստանը կրկին անգամ իր միջնորդության առավելությունների մասին է խոսում։ Հարցս հետեւյալն է. արդյոք միջնորդների պակասն է կամ միջնորդների ոչ ճիշտ ընտրությունն է խանգարում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարգավորեն, Երևանը եւ Բաքուն կարգավորեն իրենց հարաբերությունները եւ կնքեն խաղաղության պայմանագիրը, համեցեք։ Բարև ձեզ, հարգելի գայաներ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, այս ձեր հարցը անչափ կարևոր հարց է, դու գիտեք, որ ռեալ գնում են բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարծես թե հիմա այդպես կոնկրետ միջնորդ չկա, հիշում եք մի ժամանակ Ռուսաստանի միջնորդությունը շատ ուժեղ էր, չէ, նույն փաստաթուղթը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, որը այդպես էլ չկատարվեց, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ է մեր դեմ, պարզվեց Ռուսաստանը միջնորդ չի, կողմ է կոնֆլիկտի, հետո եղել են միջնորդություններ Եվրամիության Միացյալ Նահանգների, որտեղ որ մի փոքր ավելի հեշտ էր մեզ բանակցել, քանի որ իրանք իրոք միջնորդ են ու գնահատում են մեր ժողովրդավարությունը, բայց ռեալ այն բանակցությունները, որ գնում էին, այս վերջի ժամանակներս նաև դելիմիտացիան դեմարկացիան, կարծես թե երկկողմ էին, Հայաստան-Ադրբեջան։ Հիմա շատ լավ հարց է, պակաս կա թե չկա, իմ կարծիքով լավ կլիներ, եթե միջնորդությունը լիներ, գիտեք ինչի համար, որ հետո իրականացվի, կատարվի պարտավորությունները, որոնք վերցնեց Ադրբեջանը։ Որպես երաշխավոր, օրինակ, նույն Ադրբեջանը, եթե վաղը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ճիշտն ասած ես չեմ տեսնում հեռանկար, լավ, որ կստորագրի, բայց եթե ստորագրի, որ մենք կարողանանք հետևել, հետո լինեն միջնորդներ, ովքեր կարողանան հետևել, որ երաշխավորված կլինենք, որ Ադրբեջանը մեզ չի խաբի, բայց այն որ Վրաստանը, Իրանը ուզում են առաջարկել իրենց միջնորդությունը, ես վատ չեմ ընկալում, քանի որ իրանք էլ ուզում են, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրի ու այս տարածաշրջանը մի փոքր ավելի կայուն լինի։ Ռուսաստանը, քանի որ կողմ է, Ադրբեջանի կողմ է, ակնհայտ, կոշտ մեր դեմ, ակնհայտ է, որ Ռուսաստանը միջնորդ չի կարող լինել ու ավելին, եթե դուք նկատել եք, ռեալ Ռուսաստանը չի էլ ուզում, որ ստորագրենք։ Թուրքիայի ուրիշ պատմություն է, Թուրքիա ուղղակի հետևում է, որ վնաս չլինի Ադրբեջանի համար, ու վերջ։ Թուրքիան միջնորդ մենք չենք կարող վերցնել, քանի որ շատ ուժեղ պրոադրբեջանական է, բացի դրանից Թուրքիան չի էլ ուզում։ Ուրեմն միջնորդների ստեղ հարցը ես այդպես կդնեմ, այդքան կարևոր չի, ինչքան կարևոր է, որ Իլհամ Ալիևը ի վերջո ուզենա ստորագրել։ Ու Իլհամ Ալիևը, քանի որ վարում է բավական, ես ասեմ ձեզ, անսպասելիորեն ինձ համար լուրջ արտաքին քաղաքականություն, իրանց պետք չեն միջնորդներ։ Իրանք փաթաթում են մեր վզին, իրանց կամքը, հա, մերոնք փորձում են մանևրել, պաշտպանվել, բայց Ադրբեջանի քաղաքականությունը կոշտ է, իրանք ոչ էլ միջնորդ են ուզում ու իմ կարծիքով չեն ուզում ստորագրել ու միջնորդները չեն կարողանալու ու գոնե այսօրվա պայմաններում իրանց ստիպել։ Մինչ այս մայիսի 9-ը մենք վաղուց վանից սպասում էինք, ասում էինք գուցե մայիսի 9-ին
Մոսկվա գնալով Փաշինյանը, Ալիևը, քանի որ երկուսն էլ ոնց որ թե այնտեղ են լինելու, գուցե ձգում են մինչև Մոսկվա գնալը, քանի որ եղել են այդպիսի նախադեպեր, որ կողմերը Մոսկվայում են ճշտել իրենց անելիքները։ Կարծում եք արդյոք, որ այս անգամ եւս Մոսկվայի ինչ որ ուղղությամբ է նայում Ալիևը ճշտելու համար իր անելիքները։ Որպես միջնորդի հարցս նորից նույն թեմայի մասին։ Ну, գիտեք ինչ է, պարզ է Ռուսաստանը երազում է, որ նորից Հայաստանը համաձայնվի, որ երկկողմ լինի։ Քանի որ Ադրբեջանը համաձայն է, Հայաստանը կոշտ դեմ է ու ճիշտ է անում, որ դեմ է։ Պարզ է, որ այո, միգուցե նույնիսկ Ալիևը ուզում է, որ այնտեղ հանդիպեն, ինչ որ բաներ խոսեն։ Բայց ես չեմ հավատում, որ հիմա այս կարևոր մայիսի 9-ին Ռուսաստանի համար կլինի ռազմական շքերթ։ Պուտինը երազում է, որ շատ լիդերներ գան։ Գալիս է պաշտոնական այցով Չինաստանի ղեկավարը։ Ռուսաստանին հիմա փրկում է Չինաստանը, այդ մեծ գաղտնիք չի։ Ուրեմն Պուտինը կենտրոնացված կլինի այս հարցերի վրա, դա բացառվում է, որ ինքը կարողանա ժամանակ տրամադրի այդ միջնորդությանը Հայաստան-Ադրբեջանը, այդ էլ ինքը չի ուզում, որ ստորագրեն, ինչի ինքը պետք է պայքարի։ Դրա համար ես ուզում եմ ասել, այս ձևի հույսեր չեն իրականացվի, եթե օրինակ մեր իշխանությունները մտածում է կարողա Մոսկվայում Ալիևին Պուտինը ասի ու Ալիևը ստորագրի։ Այս ձևի բաներ իմ կարծիքով ռեալիստական չեն, բայց ես այդ ակնարկները լսել եմ նաև մեր իշխանություններից, հիշում եք, երբ որ պաշտոնյաները ասում են միգուցե Ալիևի հետ այնտեղ հանդիպում լինի։ Երկկողմ չի լինի, հիշում եք, նույնիսկ ասում էր պրեսկարտուարը Նիկոլ Փաշինյանի, երկկողմ հանդիպում չի լինի Պուտին Փաշինյան Ալիև, բայց երկկողմ կարող է լինի, ասենք Ալիև Փաշինյան, բայց ես անկեղծ ձեզ ասեմ, այս մթնոլորտում շքերթի լարված վիճակ այս միջոցառման հետ կապված աշխարհով մեկ լարված վիճակի հիմա տարբեր հայտարարություններ, Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, Տրամպը ասեց, մենք ենք հաղթողը պատերազմում, երկրորդ համաշխարհային, մենք գլխավոր դեր ենք կատարել, Պուտինը ասում է, ես եմ կատարել գլխավոր դեր, Ռուսաստանն է, ինչ եմ ուզում ասել, այդ մթնոլորտում, որ ինչ որ լուրջ բան լինի հայ-ադրբեջանական չեմ հավատում։ Այդ դեպքում մեծ խնդրանքս, այո, մեկ ամբողջ շաբաթ քննարկում էինք, թե ինչու է Փաշինյանը գնում, առավել եւս երբ ռազմական շքերթ է այնտեղ, որտեղ Հայաստանը ռազմական շքերթին չի մասնակցելու, ռազմական շքերթը Ադրբեջանի էլ ավելի այսպես խորացվում է թեման, այդ դեպքում իմաստը Փաշինյանի դուք ինչպես եք հասկանում գնալու։ Ну, ես շատ եմ վերջի օրերիա ես շատ եմ խոսացել այդ թեմայով, նաև իմ YouTube-յան ալիքում Ստեփան Գրիգորյան, նաև ասել եմ, դուք գիտեք այդ YouTube-յան ալիքը ես շատ ակտիվ զարգացնում եմ, շատ կարևոր է հասարակության համար ամեն մի թեման ավելի լայն բացել, բայց հիմա ձեզ ուզում եմ ինչ ասել շատ կարճ, քանի որ խոսացել եմ մի քանի հեռուստաալիքներով, պետք է ասեմ, որ միանշանակ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնա, այնտեղ քաղաքական վտանգներ կան մեզ համար, օրինակ Եվրոմիությունը Միացյալ Նահանգները հստակ ասում են իրանց կարծիքը, ով է այնտեղ գնում է, մեզ հետ չեն, հստակ է ասվում, այդ առաջինը, բայց մեզ օգնողը մենակ Եվրոմիություն Միացյալ Նահանգներն են, դուք գիտեք, այդ մեծ գաղտնիք չի, մեր դեմ հենց Ռուսաստանն է, ստացվում է մենք եթե գնում ենք Ռուսաստան, մենք աջակցում ենք Պուտինին, մեր կողմնակիցներին թույլատնելով, այդ տրամաբանության դուրս է, բայց ստեղ կա երկրորդ հարցը, պատվի հարցը, թողնենք ուրիշ բան, պատվի հարցը, պատկերացնում ենք շքերթում, Կարմիր հրապարակում անցնում են այն ադրբեջանական զինվորները, ովքեր գազանություն են արել պատերազմի ժամանակ, երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Հենց իրենց են բերում այդ խմբավորումները, որոնք գազանություն են արել։ Ու ինչ, Նիկոլ Փաշինյանը պետք է տրիբունայից ծափ տա։ Չէ, գիտեք, կան բաներ, որ իրոք պետք է մտածել։ Ու երրորդ գործոնը, որը առաջացավ վերջի ուղակի ժամերը, մեգուցե վերջի 2 օր։ Տեսակ ինչքան հիմա լարվեցին ռուս-հայկական հարաբերությունները։ Այդ էլ վատ վիճակում են, բայց ոնց լարվեց։
նույն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները շատ լուրջ հայտարարություններ էին ազգային ժողովում, երբ որ ինքը ասեց հիբրիդային պատերազմի մասին Ռուսաստանի Հայաստանի դեմ, այո, մենք գիտեինք, բայց Ավելի եւս Ռոբերտ Քոչարյանը ասեց Ռուսաստանի լրտես է, այսինքն դա Ռուսաստանին է խփում, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին եւ մտածված ասեց, դա հենց այդ պահի խոսք չէր, կարծում եմ։ Պայտակ չէր, չէ, միանշանակ պայտակ չէր։ Ու նորից կրկնում եմ, Ալեն Սիմոնյանի ասածը, որ հիբրիդային պատերազմ են վարում Ռուսաստանը Հայաստանը, ճիշտ բան է, բայց մի բան է փորձագետը ասում է մի այլ բան երկրորդ դեմքը պետության։ Ու դու գիտեք Մարիա Զախարովան ցավոտ շատ արձագանքեց տարբեր տրամաչափի Ռուսաստանի պաշտոնյաները միջև այդ միջադեպը միջև այդ սպառնում էին մեզ երկրորդ ճակատ ուզում ենք մեր դեմ բացել նաև դեսպանը ստեղ կապերկինը Դες այս լարված մտնոլորտում ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Դες մենք Ինչպես եք բացատրում դուք եք հարցնում ինչ գործ ունի Ես հույսով եմ Դուք ինչ բացատրություն եք տալիս Բայց ես հույսով եմ որ չի գնա վերջի պահին չի գնա նու առիթ կգտնեն բացատրության համար ոնց հիմա Հունգարիայի վարչապետը չի գնում Դուք գիտեք, Օրբանը միակն էր, որ ասում էր 100%-ով կգնամ։ Հիմա մարդկանց ասեմ, ինչի Օրբանը չի գնում։ Քանի որ շատերը զարմացած էին, որ Օրբանը 100%-ով պետք է գնար Հունգարիայի վարչապետ։ Չի գնում մենակ Ամերիկայի խոսքերից հետո, ոչ թե եվրոպացիների։ Տրամպը ասեց, այդ բաց թողնվեց մեր հասարակության կողմից։ Տրամպը ասեց, առաջինը հրամանագիր ստորագրեց, որ մայիսի 8-ը դառնում է հաղթանակի օր Միացյալ Նահանգների համար միջև այդպես չէր ու երկրորդը դրանից հետո դա 3-4 օր Տրամպը հայտարարեց որ մենք ենք գլխավոր հաղթողը այդ պատերազմում այլ ոչ թե Եվրոպան կամ Սովետական միությունը դե Պարզա Օրբանը խոմ չէր գնա Պուտինին մարտահրավեր նետել Տրամպին միտքս ինչու՞մ է այս մտնոլորտում գնալ պետք չի հիմա ինչու միջև այդ ուզում էին ես մոտավորապես կրահում են հենց ձեր առաջի հարցի հետ կապված որ միգուցե Նիկոլ Փաշինյանը մտածեց այդպես Ալիևին չեն կարող համոզել, որ ստորագրի, միգուցե Պուտինի հետ ինքը այդ կամ ընդհանուր բաներ ունի, որ Պուտինի միջոցով կստորագրի, էտել Ռուսաստանի համար իրոք կարող է վատ չեր լինի, որ Ռուսաստանը ցույց տար տեսակ, ձեզ մոտ չստորագրեցին, մեզ մոտ եկան Ալիևը Փաշինյանը ստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Նոր վարկանիշը պետության պայմանավորվեցին օր ու ժամի մասին։ Այո, կամ պայմանավորվեցին։ Դա է պատճառը, որ դեր են երկու շաբաթ առաջ, մի շաբաթ առաջ այս ձևի փաստարկներ բերելը տրամաբանական էր, բայց տեսակ ինչքան բաներ փոխվեցին այս մի քանի օրը։ Գիտեք, Կայա Կալասը, դու գիտեք, այդ արտգործ նախարարը Եվրամիության շատ լուրջ հայտարարություն արեց։ Ինքը ասաց նորմալ է, ով ուզում է թող գնա, գա, բայց այն պետությունները, որոնք եվրոինտեգրացիայի process-ում են, Նաև տեխնացու պետությունները մենք ֆորմալ տեխնացու չենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ, պետք է իմանան, որ եզրակացություններ մենք կանենք։ Ու դա մեսեջներ են, որոնք կարող ես անտեսել, նորմալ է, կարող ես անտեսել, բայց հետո թող մեր մոտ Հայաստանում ոչ ոք չհամարցակվի քննադատել ամերիկացիների եվրոպացիներին։ Հասկացաք, չէ՞, որ հետո ասեն, խի մեզ ակտիվ չեն աջակցում։ Կարելի ասել ոչ ուղղակի ռազմական ճակատ է ձևավորվում եւ այս շքերթը Մոսկվայի ռուսական այդ կողմի Ռուսաստանի աջակից երկրներն են լինելու Միանշանակ դուք ճիշտ եք որովհետև Եվրոպան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի հետ ոչ ենթադրելով որ Ռուսաստանը հարձակվելու է նշանակում է ճամբարների արդեն խոսք կա ռազմական ճամբարների մասին է խոսքը Այո դուք շատ լավ բառ օգտագործեցիք ճակատներ են ձևավորվում վաղուց այդ process-ը սկսվեց Հայաստանը մեղավոր չի Այդ պատերազմը Ուկրաինայի դեմ սկսեց Ռուսաստանը։ Եվրոպան ուզած-չուզած պաշտպանվում է։ Տրամպի վերջի քայլերը շատ լուրջ են։ Շատերը մտածում էին, որ Տրամպը գնաց դեպի Ռուսաստան, արի մտածենք ինչ անենք։ Դա էլ
տրամաբանակად էր, բայց Տրամպը հետ կանգնեց վերջի 2 օրը։ Ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի դարձնել դրա վրա։ Տրամպը վերջի 2 օրվա մեջ թեքվեց նորից դեպի Ուկրաինա, ավելին ինքը ասեց, ես Միացյալ Նահանգները կդառնան այդ կոնֆլիկտի կողմ, то есть անցնեն Ուկրաինայի կողմ։ Բացի դրանից այդ հայտարարությունը պատերազմի երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների մասին, որ Ամերիկան է գլխավորը, շատ լուրջ մեսեջներ են։ Հիմա դու պետք է որոշում կատարես, բալանսավորում չես կարող անել։ Բալանսավորումը կբերի նրան, ոչ նրանք քեզ հետ կլինեն, ոչ էլ սրանք, այս ձևի գիտեք, երևույթներ ավարտում են ցեղասպանություններով։ Այս ձևի ազգեր, ովքեր չեն կարող կողմորոշվել, ջարդերի տակ են ընկնում։ Հասկացաք։ Դա է պատճառը, որ դու պետք է կողմորոշվես, բայց մյուսը ինչի շարի մեջ ընկնել, ինչի գնալ Մոսկվա, երբ որ դու գիտես, որ Ալիևը քեզ կնսեմացնի։ Բացառվում է, որ Ալիևը չխոսա այդպես կոչված հայկական ֆաշիզմից։ Անհավատալի բան, չէ՞, սուտ, բայց Ալիևի սա կոնցեպտներից մեկն է։ Ինքը ասում է, ոնց մենք ռուս ժողովրդի հետ կռվել ենք գերմանական ֆաշիզմի, այդպես Ադրբեջանի ժողովուրդը ստիպված է 30 տարի պայքարել էքստրեմիզմի դեմ, հայկական սեպարատիզմի դեմ, տերորիստական խմբերի դեմ։ Շատերը չգիտեն այդ դատավարությունը շինծու, որ գնում է Բաքվում, գիտեք ոնց են ձևակերպում։ Ոչ միայն տերորիզմ հայկական, նաև միջազգային տերորիզմ։ Դա է պատճառը Լիբանանահային բաց չեն թողնում։ Ինչ կապ ունի այդ մարդը, որ դատում են։ Ցույց տալու, որ տեսակ էքստրեմիստը, տերորիստը եկավ Լիբանանից ու աջակցում էր հայերին։ Այս շատ բաներ չեն հասկանում, պետք է բացատրես անընդհատ։ Ուրեմն, եթե նույնիսկ 2 շաբաթ առաջ ինչ որ տրամաբանություն կար գնալ Մոսկվա, այս վերջի մի շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ուղղակի ռիսկային է։ Ինչու այդ ռիսկի պետք է գնանք։ Բայց միշտ ես կրկնում եմ մեկ բառ. ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Ինքը որոշում կատարողն է։ Թող ինքը որոշում կատարի։ Մենք հետո կասենք այդ որոշման հետ կապված մեր ասած։ Իդեպ հիշատակեցիք ձեր YouTube-յան ալիքը, չեմ կարող նշել, որ որքան արագ եւ օպերատիվ եւ օգտակար եք դուք արձագանքում բոլոր իրադարձություններին, ես հետևում եմ ձեր YouTube-յան ալիքին եւ տեսնում եմ, թե ժողովուրդը ինչպես շնորհակալ է ձեզ, որ դուք կարողանում եք, դե դժվար շրջան է, իհարկե, դժվար շրջան է, դժվար է կողմնորոշվելը եւ ձեր մեկնաբանությունները իսկապես օգտակար են, չէի կարող չնշել։ Ինքս եւս շնորհակալ եմ ձեզ այդ ձեր YouTube-յան ալիքը։ Ես ենթադրում եմ, որ մեծ դժվարությունների եք այո հանդիպում այդ ալիքը վարելուց։ Կան դժվարություններ։ Շնորհակալություն բարի խոսքերի համար, հարգելի Գայանե, բայց ես ուզում եմ ասել, որ երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, հիբրիդային պատերազմի մեջ մտնում է նաեւ պայքար այս հայտնի Հայաստանի փորձագետների, հայտնի on-line ռեսուրսների Նոյան Տապանի պես, այլ ռեսուրսների, այլ ազնիվ սկզբունքային փորձագետների, մեր YouTube-յան ալիքների դեմ անընդհատ գնում են հարձակումներ։ Այդ հարձակումները մարդիկ չեն պատկերացնում, դա ֆիզիկական հարձակում չի։ Օրինակ, Ադրբեջանը, Ռուսաստանը բողոքներ են ուղարկում։ Ավտոմատ YouTube-յան ալիքը սկսում է դանդաղացնել, որ ստուգի։ Դա համապատասխանում է թե ոչ։ Ձեր ալիքի վրա բողոք են։ Պարբերաբար բողոքում են, ինչու։ Քանի որ մենք ձեզ հետ աշխատում ենք ազնիվ, սկզբունքային, գլխավոր ինֆորմացիան մարդկանց տալիս ենք, ստուգում ենք, վերստուգում ենք։ Ու դա ուժեղացնում է մեր հասարակությունը, ուժեղացնում է սփյուռքայությունը, ուժեղացնում է Հայաստանի Հանրապետության հասարակությունը։ Եթե դու ճիշտ ինֆորմացիա ունես, դու ուժեղ ես։ Նայեք, ինչ սկանդալ է հիմա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև, գիտեք ինչ հարցով։ Ադրբեջանը ի պաշտոն է հայտարարեց իրենց ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ, որը զբաղվում է հիբրիդային պատերազմի դեմ պայքարով։ Կիբերհարձակումները։ Ապրեք։ Ինքը հայտարարեց այդ մարդը Ադրբեջանի, որ մեր ԶԼՄ-ների վրա Ռուսաստանի կիբեր հանցագործները հարձակվեցին։ Բերեց փաստեր, ինչու։ Ինքը ասեց, ինչու սկսեց պաշտպանել իրենց ԶԼՄ-ները, քանի որ իրենց ԶԼՄ-ները Ալիևի տակ են, տարածում են իրենց ռոպագանդան, Ռուսաստանի հարվածը իրենց վտանգի տակ է դնում։ Ու ինքը լրջագույն հարված հասցրեց։ Ինչու Ալեն Սիմոնյանը խոսեց 3-4 օրը հիբրիդային պատերազմի Ռուսաստանի, քանի որ
մեր իշխանություններն էլ տեսնում են, այդ հիբրիդային հարցակումները վնասում են մեր հասարակությանը։ Այն օբյեկտիվ ինֆորմացիա տվող ԶԼՄ-ներին, փորձագետներին թույլատնում է, չէ՞։ Միջև ստուգում են, միջև նորից YouTube-ը սկսում է նորմալ աշխատել, ինչ որ ժամանակ կորցնում ենք։ Հիմա ամեն րոպե պայքար է գնում։ Ամեն րոպե ճիշտ ժամանակին ստանալ ինֆորմացիա անչափ կարևոր է, դա է պատճառը, որ ես ասում եմ մեր հասարակության ուշադիր հետևեք մեզ հենց այս ԶԼՄ-ներին։ Նաև այդ թվում ինչու ես այդ բարի խոսքերը ասում եմ Նոյան Տապանին, ես անընդհատ հետևում եմ ձեր աշխատանքի, քանի որ ստեղ ես տեսնում եմ պլուրալիզմ, տարբեր մարդկանց, տարբեր կարծիքներ ներկայացնող դուք տալիս եք, ու այդ աշխատանքը անչափ կարևոր է։ Շատ անգամ մարդիկ չեն հասկանում, որ դա հենց ուժեղացնում է հասարակությունը։ Այո, հաճախ ասում են կողմնորոշեք, դուք դիրքորոշում հայտնեք, բայց կարևորը ԶԼՄ-ների գործը, այո, պլուրալիզմը։ Իմ գործը որպես փորձագետ ու իմ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքում կողմնորոշել դեպի ազատություններ, դեպի օբյեկտիվ իրավիճակ։ Այո, վերջին շրջանում շատ են խոսում այն մասին, որ Ռուսաստանը կարծես թե հիբրիդային, հեղաշրջում է պատրաստում Հայաստանում, խոսում են այն մասին, որ հա Փաշինյանին հեսահանելու են, բայց կան մարդիկ, որոնք համարում են, որ դա արվում է հենց Փաշինյանի դիրքերը ամրացնելու համար, որ տեսեք, եթե Ռուսաստանը ուզում է հանել Փաշինյանին, ուրեմն Փաշինյանը հակառուսական է եւ պետք է պաշտպանել Փաշինյանին։ Ես ուզում եմ այս մեր հատվածում հարցազրույցի դիտարկենք այդ բոլոր տարբերակները եւ այսպես Ռուսաստանը հեղաշրջում է պատրաստում, արտահերտ ընտրություններ է պատրաստում, հարցականներով է սա, թեերով է, թե ընտրություններին է պատրաստվում 26 թվականին եւ ընտրություններին խորհրդարանական Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ուժ պետք է անցնի եւ նրանք ամեն ինչ անում են, որ անցնի եւ Նորից հետ են գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ է աշխատում Ռուսաստանը, արդյոք։ Շատ լավ հարցադրում է, նայեք, հիբրիդային պատերազմ, որ ասում ենք, իր մեջ բաղադրիչներ կան։ Օրինակ, Ռուսաստանի պաշտոնյաները հակահայկական հայտարարություններ շատ են անում, բոլորը գիտենք։ Հիմա չեմ կարկանի։ Սովորել ենք, այսպես։ Սովորել ենք։ Վերջի սադրանքներից մեկը, երբ որ ասեցին, դուք ուզում եք երկրորդ ճակատ բացել, Ուկրաինայից հետո Ռուսաստանի դեմ անհեթեթություն, այս իշխանությունը մենակ խաղաղությունից է խոսում ու ուզում է խաղաղություն, ոչ ճակատի մասին է, բայց տեսակ, այդ միգից հիբրիդային պատերազմը ակնարկեցին, որ կարող են հարձակվել Հայաստանի վրա, ինչպես Ուկրաինայի վրա, դա վախացնում են, բայց քողարկված էսպես։ Այո, ապրեք, դա էլ չէ հիբրիդային պատերազմը։ Երկրորդ մասը հիբրիդային պատերազմի, երբ որ օգտագործում են հայկական ազգանուններով Ռուսաստանի պրոկրեմլյան մարդկանց օգտագործում են Հայաստանի դեմ, քննադատում են իշխանությունների դեմ են խոսում, երրորդ ուղղությունը օգտագործել պրոռուսական ԶԼՄ-ները Հայաստանի ներսում, պրոռուսական ԶԼՄ-ները, հայ լեզու, որոնք ասում են, չէ, ոնց գնանք Եվրոպա, առանց Ռուսաստանի հետ չենք կարող, մյուս տրեկը, ասենք իբր պրո եվրոպական ինչ-որ փորձակետ, հասարակական գործիչ, խոսում է մի տարի Եվրոպայի մասին, հետո վերջում երբ որ ասում են հիմա ինչ անենք, չէ, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա։ Միտքս ինչու՞մ է։ Այդ ամեն ինչը կոչվում է հիբրիդային պատերազմ, որ մարդիկ հասկանան, դա էլ է հիբրիդային պատերազմ։ Հիմա Գյումրին ինչ ցույց տվեց։ Լավ էլ տալիս է պտուղներ այդ հիբրիդային պատերազմը։ Տեսակ մարդիկ գնացին, իրոք ընտրեցին 4 հատ, 5-ից 4 հատ պրոռուսական ուժեր։ Գիտեք, ես ժողովրդի կարծիքը հարգում են, գնացին քվեարկեցին, բայց այդ արդյունքը հենց հիբրիդային պատերազմի։ Երբ որ լիքը լցնում են դաշտը, լիքը ինֆորմացիա, որ մարդը չկարողանա կողմ որոշվի։ Ու քանի որ նախկինները ունեն ռեսուրսն է սկսում աշխատել։ Ռեսուրսը շատ կարևոր է, ֆինանսական, ունեն նախկինները այդ ռեսուրսները։ Ու այդ սախստերը մտերը իրանց էֆեկտը տալիս են։ Այո, Ռուսաստանը աջակցում է պրոռուսական ուժերին, Ռուսաստանը ուզում է հանել Նիկոլ Փաշինյանին։ Բայց այդտեղ նյուանս կա։ Այ երբ որ մարդիկ սկսում են կասկածել, քանի որ երբ որ Ռուսաստանը ասում է պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ, իր ռեյտինգը բարձրանում է, չէ՞։ Մենք ես օրինակ Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է ավտոմատ։ Մենք ուզում ենք իրան պաշտպանել, այստեղ ուրիշ բան կա։ Նիկոլ Փաշինյանը դա վարպետորեն օգտագործում է։
ինքը դրա մեջ չկա, բայց ինքը դա օգտագործում է, դա նորմալ է, քաղաքական պայքարի ժամանակ դա նորմալ է, ինքը դա օգտագործում է, եթե դուք նկատել եք, ինքը ավելի շատ խոսում է նախկինների դեմ, այլ ոչ թե այլ ուժերի մասին, չէ, ինքը այդ բևեռացումը իմ կարծիքով գիտակցված ուժեղացնում է, ինչի ուժեղացնում է, որ մարդիկ հասկանան ինչ են ընտրում, նախկին պրոռուսականներին բերել, ովքեր կզրկեն Հայաստանը անկախությունից ու բաց են ասում պետք է մտնենք Բելարուս, Ռուսաստան դաշինք, թե ինձ, այո, մենք անում ենք սխալներ, կարող է իդեալական չեն, բայց մեծ։ Ինքը դա վարպետորեն օգտագործում է, բայց ես չեմ կարծում, որ ինքը այդ խաղերի մեջ է, չեմ կարծում ես։ Այսինքն այլ կերպ ասած Փաշինյանին Ռուսաստանը ուզում է փոխել իր ուրեմն ազդեցության գտնվող ոմն մեկով կամ քաղաքական ուժով, դրան է պատրաստվում հասարակությունը եւ կեղծ այսպես թիրախ է Փաշինյանը իրականում աշխատանքը տարվում է ուժեղացնելու այդ նոր որին գիտենք թե չգիտենք այդ Ռուսաստանի ազդեցության գտնվող այդ ուժին գիտենք թե չգիտենք բան։ Դու ես կարծում եմ այնուամենայնիվ Պուտինը, եթե Պուտինի մասին է խոսքը, պարզ է, որ ինքը կուզենա, որ ստեղ ուժեղանա Ռոբերտ Քոչարյանը։ Չեմ կարծում, որ ինչ որ այլ բաների մասին ինքը կմտածի։ Իմ կարծիքն է դա, դուք կարող եք ասել, բայց նախկինները իդեմս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վարկանիշը ցածր է եւ այլ։ Ինչու բացահայտեցին այդ դեպքում այդ վեդոմստիով, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը դա ռուսամետ քաղաքական գործիչներ են, ինչու դա բացահայտվեց։ Բայց որ բացահայտության մասին է խոսքը, ամբողջ հայ ժողովուրդը գիտի դա։ Մենք գիտենք, բայց Ռուսաստանը իր ԶԼՄ-ով է ասում։ Հասկանում եմ, բայց ես նա ինքն է ասում, սա իմ գործակալն է։ Հետո ասում ենք Ալեն Սիմոնյանը ինչու է ասում։ Նու ես կարծում եմ էդ էլ ինչ որ հիբրիդային քայլ է, մի կողմից ասել, որ այս մարդիկ մեր մարդիկն են, որ համախմբեն այս մարդկանց շուրջ, հենց պրոռուսականները, այո, բայց միտքս ինչու՞մ է, ինչու Ռուսաստանը կմտածի Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչու, քանի որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ փաստեր են, չէ, այդ մենք հիմա ինչ որ բաներ չենք ասում նոր, հենց իր ժամանակ Ռուսաստանին տրվեցին, հիշում եք, գույք պարտքի դիմաց լուրջ մեր գործարաններ, նաև ռազմական ոլորտի, իր ժամանակ շատ ու շատ որոշումներ ընդունվեցին կապված ռազմաբազայի հետ, ես հիշում եմ, երբ որ ես Մոսկվայում աշխատում էի, դեսպանատանը մենք, երբ որ ռազմաբազայի պայմանագիրը ստորագրում էինք, 50-50-ի, ծախսերը կիսվում էին, հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ու Սերժ Սարգսյանի ժամանակ դարձվեց, որ հիմա Հայաստանը ամբողջը փողերը փակում է այդ ռազմաբազայի։ Շատերը չեն հիշում, բայց շատ բաներ կապված համատեղ ռուս հակաօդային համակարգ Սերժ Սարգսյանն ամացրե, չէ, մենք մարդիկ միամիտ մտածում են, որ Հայաստանը ունի հակաօդային համակարգ, չունենք մենք, դա համատեղ է Ռուսաստանի հետ, ու քանի որ Ռուսաստանը ասում է Ադրբեջանը չի արձակվում ձեզ վրա, չի թույլ տալիս, որ մենք այդ հակաօդայինը օգտագործենք, պաշտպանենք մեր օդը, այդպես եղել է 2022 թվականի սեպտեմբերին, այդ փաստեր են, միտքս ինչու՞մ է, այդ վեդոմստիով ոչ մի գաղտնիք չեն բացել, այդ մարդիկ իրանց գործունեությամբ պրոռուսական, Սերժ Սարգսյանը չհրաժարվեց ասոցիացիա ստորագրել Եվրոմիության հետ։ Ուրեմն ուզում եմ ասել, այդտեղ մեծ գաղտնիք չի, միգուցե Ռուսաստանը ինչ էր ուզում ասել, որ հայեր պրոռուսական նորմալ մարդիկ, ովքեր մտածում են Ռուսաստանի հետ պետք է աշխատել, այստեղ է մեր շահը, ստեղ են մեր մարդիկ, այս սրանց շուրջ համախմբվեք, բայց իմ կարծիքով, եթե Պուտինի մասին է խոսքը, ինքը մտածում է երկրորդ նախագահի մասին։ Ուրիշ բանը հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, այդ ուրիշ խնդիր է, բայց Ռուսաստանի ցանկությունները իրանց ուղեղում Պուտինի, իմ կարծիքով կապված են երկրորդ նախագահի հետ։ Եվ Գյումրիում էլ այդպես ռեպետիցիան արվեց, հա։ Այո, ու բավական հաջող արվեց, կան փաստեր, հիմա կան բաներ, որ ճիշտ չի ասել, կան փաստեր, որ կիբեր հարձակում եղել է, կան փաստեր, որ նաև քվեարկության հետ կապված եղել են խնդիրներ, Ռուսաստանը խրախուսել է ուղղություն քվեարկության, բայց այո, ռեպետիցիան եղավ Գյումրիում։ Հիմա պետք է, այո, արդար ընտրություններ անցկացնես, ոնց եղավ Գյումրիում։
Ինչքան չէին բողոքում անդիմադիրները, մի հատ բողոք օֆիցիալ չտվեցին։ Արդար, պետք է անես, բայց պետք է պաշտպանես հասարակությունը ռուսական հիբրիդային պատերազմից։ Ուրեմն ես հույսով եմ, որ մեր իշխանությունները խոսքից կանցնեն գործի։ Շնորհակալ եմ, Գովազդ հայտարարենք եթերում, պարոն Գրիգորյան, եթե դեմ չեք, սիրելի հայրենակիցներ, Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ, պարզապես տեղեկացնեմ, որ մեր ալիքի նոյանտապանի ուղիղ եթերները դուք կարող եք տեսնել նաև Patreon-ի մեր էջում, որի վահանակը տեսնում եք էկրանի ստորին հատվածում, եւ եթե ցանկություն կա նաև աջակցել նոյանտապանին։ Եվ այսպես Գովազդը եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյանտապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ստեփան Գրիգորյանի հետ գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության եւ համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ։ Պարոն Գրիգորյան, ինչպես կբացատրեք այն զարմանալի փաստ է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիվանագետները մի դեպքում դեսպանը, մյուս դեպքում Բաքվում, Ադրբեջանում դեսպանը, մյուս դեպքում փոխարտգործնախարարը, երկու ոնց որ թե պատերազմող երկրների դիվանագետները միաձայն հիանում են
Ալիևի արարքներով Արցախում, հիանում են այն ամենով, ինչ նա կառուցում է Արցախում։ Բելարուսը եւս Բելարուսիայի կարծեմ վարչապետներ 3 Բաքվում էլի Արցախի հետ էլի նորից նույն հիացմունքի խոսքերը, հա տեսեք ինչ քանդված էր, հիմա ինչպես է վերակառուցվում։ Անկամ Բելարուսը, որը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանի հետ միասին, այսպես Ադրբեջանի հետ խոսում են ռազմական արդյունաբերության մասին։ Ինչով եք դուք դա բացատրում։ Մենք չենք կարողացել աշխարհին այնուամենայնիվ հասկացնել, բացատրել Արցախի խնդիրը ինչումն է, թե Ալիևի փողերը ամենակարող են։ Գիտեք, կարևորագույն դա հարց է։ Շատ ակտուալ հենց Հայաստանի համար, այլ ոչ թե Ադրբեջանի։ Ինչ մենք չենք անում, օրինակ, ես մի օրինակ ձեզ բերեմ։ Շատերը մտածում են, որ աշխարհը գիտի, որ Ալիևը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, Հայաստանը նախ ուզում է։ Այդպես չի։ Իմ շփումները եվրոպացիների հետ, տարբեր այլ երկրների, ոչ եվրոպական փորձագետների, դիվանագետների հետ ցույց են տալիս, որ իրենք այդպես հստակ չգիտեն, էս ինչ է։ Հա, մի կողմից Հայաստանը ասում է, որ ուզում է ստորագրել, բայց մյուս կողմից Ադրբեջանն էլ ասում է, որ ուզում է ստորագրել։ Ու պարզ է ժամանակ ենք ծախսում մենք փորձագետներս բացատրելու, որ մերոնք իրոք ուզում են, Ադրբեջանը դադակ խոսքեր է ասում։ Ու ես հասկացա դա ինչի հետ է կապված, երբ որ վերջի ելույթները մեր արտգործնախարարի, վարչապետի տարբեր միջազգային կառույցներում նայեցի, վերջի ասենք կես տարվա, ինչ է դա գրքիր էր, նայեցի վերջի ելույթները, հիշում եք, Անտալիայի ելույթը Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի վերջի ժամանակվա ելույթներից մեկը հիմա Էստոնիայում ապրեք։ Երբ որ հարցը գնում է խաղաղության պայմանագրից, մերոնք մենակ խոսում են մեր դիրքորոշման մասին։ Հասկացան մարդիկ, որ մենք ուզում ենք, բայց չենք ասում, որ չի ուզում Ադրբեջանը, չենք ասում, որ ձգձգումը գնում է Ադրբեջանի պատճառով, հստակ չենք ասում։ Հետո նեղանում ենք, որ աշխարհում մեզ չենք հասկանում։ Դες շատ կարևոր է, որ դու ասես, օրինակ նույն Արցախայցյան հարցերը, չեմ ասում գործող իշխանությունները, եթե խաղաղության գնան, շատ շարքեն այդ հարցերը, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ Արցախը հայությունը իրավունք ունի վերադառնալ։ Չէ, պետք չի պայքարել, որ վերադառնալ։ Այսօր ռեալիստիկ չի, բայց դու պետք է նեղության մեջ գցես Ադրբեջանին։ Թույլ տեղերը անընդհատ հիշեցնես, որ աշխարհը ասի, Ադրբեջան քիչ է ստողնում, որ մարդիկ վերադառնան։ Մասսայական գնում է ոչնչացում, հայկական ժառանգության Ղարաբաղում։ Կան փոքր գյուղեր, որ ընդհանրապես ոչնչացնում են։ Ես չեմ ասում ոչնչացնում են տարբեր այդ հուշարձաններ կապված երկրորդ պատերազմի համաշխարհային կապված մեր հերոսների Արցախի ոչնչացնում են։ Մենք չենք ասում։ Ու այդպես է ստացվում, որ հավասար է վիճակը։ Եվ Հայաստանը ուզում է ստորագրել, եւ Ադրբեջանը։ Ուրեմն մեր ռոպագանդան մի քիչ պետք է աշխատի։ Չեմ ասում, որ ակտիվություն չկա, միշտ գովացել են այս իշխանություններին գոնե վերջի 2 տարիը ակտիվ միջազգային հարթակներում աշխատում են։ Բայց այդ ակտիվության մեջ պետք է լինեն այդ բաները, շատ կարևոր։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես ուզում եմ խաղաղություն, ինքը պետք է ասի, բայց Ալիևը չի ստորագրում, ես մեղավոր չեմ, դու պետք է կոնկրետ մարդկանց ասես։ Առաջի այդ գործոնը պետք է հաշվի առնի կառավարությունը, մեր առաջարկը փորձագետների։ Երկրորդ գործոնը, բարձ է Ադրբեջանը կաշառում է։ Այ դուք ասեցիք այս վերջի Ստեփանակերտի միջոցառմանը եղել են եւ ռուսները, եւ ուկրաինացի, եւ դիվանագետները, եւ փորձագետները, բայց եղել են նաեւ падգամավորները Իտալիայից։ Եվրոպարլամենտի падգամավոր 1 թե 2 հոգի էին։ Իտալիայից, Եվրոպարլամենտի Եվրոպարլամենտում շատերը չգիտեն հարաբերակցությունը։ Եվրոպարլամենտի 700 падգամավորից 650-ը դաժան պրոհայկական են, դաժան։ Պրոհայկական չեն, սխալ է ասել պրոհայկական, դաժան պրոհայկական են։ Բայց Ադրբեջանը գտնում է այն 1-2-ին, կաշառում է, բերում է, խոսացնում է։ Ահա, ստացվեց այդպես, որ իրանց երկու падգամավորը կաշառված ավելի էֆեկտիվ են, քան թե մեր 650-ը, ովքեր գաղափարախոսական մեր բարեկամներ են։
Ու մյուսը ավարտեմ։ այո, դա։ իհարկե։ Հիմա պատկերացրեք մեկ բան։ Այ մենք հիմա խոսում ենք, որ Ադրբեջանը ճկուն է, լավ օգտագործում է պահերը, Զելենսկին չէ, շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին, որ հումանիտար օգնություն է տալիս։ Մեզ շնորհակալություն չհայտնեց, որ մենք մակում վերջի քվեարկության ժամանակ դատապարտեցինք Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Ադրբեջանը ձեռնպահ էր։ Ինչու՞։ Ադրբեջանը ընդհանրապես չմասնակցեց։ Չմասնակցեց, Զրո։ ճիշտ եք, դա կարելի ասել եւ ձեռնպահ, բայց ռեալ ձեռնպահ ավելի խուսափեց։ Այո, ընդհանրապես։ Ընդհանրապես։ Ինչի ինքը գոված իրանց մեզ չի։ Մենք չենք կարող կապիտալիզացնել, ծախել կոպիտ ասած մեր առածը, բայց դա պետք է ասես, քանի որ մենք անընդհատ վախում ենք ասենք, որտեղ ենք մենք։ Ու ես ուկրաինացիներին հասկանում եմ, եթե Հայաստանը քվեարկեցի Ուկրաինայի, հետո երբ որ հարց են տալիս մերոնց ու մերոնք ջրում են, ասում են չէ, մենք կողմ քվեարկեցինք այդ բանաձևի պրոուկրաինական, մենակ այլ հարցերի պատճառով դու արժեքազրկում ես քո քայլը։ Այ ես ուզում եմ դա ուշադրություն դարձնել։ Ու մյուսը վերջինը, այս քանի որ շատ կարևոր հարց է։ Հիմա պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնաց։ Դե ինքը ընտրված վարչապետը իրավունք ունի ինքը որոշում կատարել։ Գնաց։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Ինչ տրամադրություններ կլինեն եվրոպացիների մոտ, ում համար Ռուսաստանի ագրեսիա Ուկրաինայի դեմ, իրանց դեմ է ագրեսիան։ Դուք գիտեք, Ռուսաստանը վաղուց է սկսեց, դա մոտավորապես 3 ամսվա պատմություն է, զորքեր կուտակել Ֆինլանդիայի եւ Էստոնիայի սահմաններով։ Օֆիցիալ, այդ ոչ թե թաքցնում են, զորք կուտակել, բերել։ Խիա բերում են դեղ զորքեր։ Դες Եվրոպայի համար դա վտանգ է։ Ու Նիկոլ Փաշինյանը գնաց ու շքերթի ռազմական մարզակ։ Այդ ԱՊ երկրների նիստ չի է։ Շքերթի մասնակցել, պատկերացրեք ինքը գնաց։ Ու հետո մենք սկսում ենք նեղանալ, ինչու եվրոպացիք, ամերիկացիք աջակցում են, բայց կոշտ չեն աջակցում, քանի որ դու քո դիրքորոշումը անընդհատ լողացող է։ Օրինակ, գործող իշխանությունները իմ կարծիքով ճիշտ են գնում։ Իմ կարծիքը ճիշտ են գնում, բայց շեշտադրումները չեն դնում ու այդ լավ աշխատանքը իր էֆեկտը քիչ է տալիս։ Քանի որ շեշտադրում պետք է լինի, որ օրինակ դու չես կարող լինել շքերթի, որտեղ որ զորքեր կանցնեն Դոնեցկից, Լուգանսկից, այդ շքերթում պլանավորվում է Մոսկվայում զորքեր Դոնեցկից, Լուգանսկից որ գան։ Դες անօրինական չճանաչված պետություններից Լուգանս Դոնեցկ, որը միացրեց Ռուսաստանը Իրան, անօրինական անեքսիա կոչվում, այդ զորքերը կգնան ու ինչա, մեր ղեկավարը պետք է դա ողջունի։ Դե նվազագույնը շքերթին չենք մասնակցելու։ Ինչ որ կարողացան անեն, մերժեն, չմասնակցեն։ Որտեղ է դուք գիտեք, որ չեն մասնակցում։ Մերոնք չեն մասնակցի։ Հայկական Չէ, զորախումբի մասին։ Զորախումբի մասին է խոսքը։ Չէ, ես զորախումբի։ Պատկերացրեք զորախումբն էլ հա։ Չէ, այդ խայտարակություն, չէ, ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը կանգնած է տրիբունաներում։ Ընդունելու է այդ պարադը։ Հա, ու այդ պարադը։ Ու պատկերացնում եք, այն մարդիկ Դոնեցկում, Լուգանսկում որ սպանել են երեխաներին, կանանց այդ սախապացուցվածը, չէ, ուկրաինացիներին։ Դու այնտեղ կանգնած ես։ Հետո նեղանում ես, որ ինչի ադրբեջանցին ընդունում են։ Եվ այսպես հարցս հետևյալն էր. մենք չենք կարողացել բացատրել, թե Ալիևի փողերն են, Ալիևի փողերը իհարկե իրենց գործը անում են, բայց այո, դուք ասում եք, մենք լավ չենք աշխատում, մենք չենք կարող։ Այո, կարող եմ այս։ Ես կասեի այդպես, աշխատում ենք, բայց բավարար չի։ Բավարար չի։ То есть շեշտադրումները կարևոր են։ Օրինակ, նույն Էստոնիայում կարևոր այցելություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բայց այնտեղ ինչ իմաստ ունել Ռուսաստանից խոսել։ Չէ, ինչ իմաստ ունել։ Դուք գիտեք, որ Էստոնիայի համար դա թշնամի է Ռուսաստանը։ Ու գիտեք, որ թշնամի է։ Ակտուալ, այսօր վաղը կարող է տանկերով մտնեն ու Պուտինը չի ասում չենք մտնի։ Ինքը ասում է մենք պետք է վերականգնենք սովետական միությունը։ Դες փաստորեն քաղաքական մեսեջը կա, որ մենք կմտնենք, ձեզ կգրավենք։ Ու այնտեղ ասենք Ռուսաստանը չի որ դրական առանքում մի նախադասություն ասվեց։ Ես չեմ հասկանում, խորհրդական ներ չունի Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդականը պետք է ասի, այնտեղ խոսա ժողովրդավարությունից, Էստոնիա-Հայաստան հարաբերություններից, Եվրոմիության Հայաստան, բայց ինչ իմաստ ունի այնտեղ գովալ Ռուսաստանը։ Կարելի ասել կներեք այսպիսի ձևակերպման համար, որ մեր դիվանագիտությունը կենցաղային դիվանագիտություն է, ոչ թե դիվանագիտական, պրոպագանդիստական դիվանագիտություն։ Ոնց որ թե Ադրբեջանի եւ ԶԼՄ-ները եւ հենց դիվանագիտությունը թիրախային, կետային են աշխատում իրենք, իսկ մերը կենցաղային է։ Չէ, ես այս ձևակերպում շատ սրեցի։ Ես նայեք ինչ եմ ասում։ Ու հակառակը ես ասում եմ լավա որ դուք ակտիվացաք ու հիմա մեր արգորդ նախարարությունը աշխատում է բայց պրոպագանդիստական որևիցե ձևակերպում որը հասկանալի դարձնի մեր դիրքորոշումը ոնց որ թե չենք տալիս մենք ասում ենք մենք խաղաղություն ենք ուզում դա էլ է դիվանագիտություն որ գնում ես ասում ես մենք խաղաղություն ենք ուզում բայց այս մեր դիվանագիտության մեջ ես ինչ եմ ուզում ասել պետք է բաղադրիչներ գումարես բաղադրիչներից մեկը այդ ձեր ասածը ավելի հստակեցնել, ռապ, մենք խաղաղություն ուզում ենք, մենք Եվրոպա գնում ենք, մենք, բայց հստակեցում, քանի որ երբ որ դու գնում ես Մոսկվա, մարդիկ չեն հասկանում այդ ինչ խաղ է։ Իրենց հատուկ ծառայությունները Եվրոպայի գիտեն, որ Ռուսաստանը մեր դեմ է, Ռուսաստանը Ադրբեջանի հետ է, ու իրենք չեն հասկանում այդ ինչ խաղ է։ Ահա, ուրեմն դիվանագիտությունը իրոք հիմա աշխատում է, բայց իմ կարծիքով բաղադրիչները պետք է գումարել, որ բաղադրիչը։ Այդ ձեր ասածը կոնկրետ ասեք, չէ, կոնկրետ ասեք, ով չի ստորագրում։ Օրինակ, հիշում եք մերոնք ինչ էին ասում։ Կրակոցներ են սահմաններում։ Հիմա հստակ ասա, Ադրբեջանը կրակում է, կամ հիշում եք ասում էին, դե թիրախային կրակոցներ չեն։ Եվրոպան դա հասկանում է, որ պարզ չի ով է կրակե։ Ուրեմն դու պետք է հստակեցնես, հստակեցումից հետո դուք էֆեկտը կտենաք, իօգուտ մեզ։ Դե դուք ասում եք եվրոպացիները կամ այլոք չեն հասկանում ում պատճառով չի ստորագրվում, Ադրբեջանը իր դիրքորոշումը հայտնել է, անգամ ես կարող եմ ասել, կներեք, նա ասում է մենք հենց այսօր կարող ենք ստորագրել, բայց Հայաստանը երկու խնդիր ունի լուծելու, այդ իր նախապայմանները, որի մասին մենք վերջերս չենք լսում, չգիտեմ ինչու դեռևս ճիշտ ասած չենք լսում, որտեղ առաջ ամենօրյա ռեժիմով հիշեցնում էին սահմանադրության հարցը եւ հայկական կողմը ընդամենը ասում է իմաստ չենք տեսնում դա փոխելու, բայց Ադրբեջանը ասում է մինչեւ Հայաստանը սա չփոխի, ես չեմ ստորագրի, այսինքն գնդակը ասում է Ադրբեջանը, Հայաստանի դաշտում է, ինչու Հայաստանը առ այսօր այդպես էլ ընկալում է երևի միջազգային հանրությունը, չի կարողանում ձևակերպել, որ ոչ գնդակը մեր դաշտում չէ։ Հիմա ես կասեմ ինչ պետք է մերոնք ասեն, Համեցեք։ Պատասխանը, ոչ թե հիմա կծավալվեն։ Մերոնք պետք է ասեն շատ լավ Ադրբեջանը, ուրեմն ձեր սահմանադրությունը ունի մեզ համար վտանգավոր կետեր, փոխեք ձեր սահմանադրությունը ու գնդակը կանցնի Ադրբեջանի կողմ։ Դրանից հետո Ադրբեջանը ինչ որ էլի բան կասի, մեր պետք է ասենք այս տերմինոլոգիան հակահայկական, որոնք դուք օգտագործում եք։ Ֆաշիզմ օրինակ։ Սեպարատիզմ, տերորիզմ եւ այլ, խնդրում ենք հանել։ Դու դիր քո նախապայմանը, ոչ միայն պաշտպանվի, այլ երբ որ դու դնես քո նախապայմանը, լավ էլ բանա։ Ու ամենակարևորը, գիտեք, Ալիևը գործունյա մարդ է։ Ինքը հասկանում է, թե դու գործ ես անում։ Դիմեք միջազգային քրեական դատարան։ Դիմեք միջազգային քրեական դատարան, Ալիևին կդատեն որպես Պուտինի պես, որպես ռազմական հանցագործ կամ իր պաշտպանության նախարարին կտեսնեք ոնց ինքը կփոխվի։ Բայց մենակ խոսելով, նույնիսկ գրագետ խոսելով դա քիչ չէ։ Պետք է անպայման գործոններ բերես։ Ես նոր ասեցի, իրոք Ալիևը համարում է մեր սահմանադրությունը վտանգ։ Լավ, շատ լավ։ Մենք էլ համարում ենք ձեր սահմանադրությունը։ Ուրեմն գնդակը գլորեցիր իր դաշտ։ Նույնը մի բան էլ ինքը ասում է, ասենք նոր նախապայման, ասում է շատ լավ, մենք էլ կդիմենք միջազգային քրեական դատարան։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը գրոհում է, Ադրբեջանի դիվանագիտությունը գրոհող է, մեր դիվանագիտությունը պաշտպանվող է, դուք հակահարցակ գրող չէ, բայց հակահարցակվող դիվանագիտություն եք առաջարկում։ Այո, բացի դրանից ես պետք է ասեմ, եթե նեղության մեջ Ալիևին չդնես, ոչ մի բան էլ չի ստորագրի։ Նեղությունը ինչից է գալիս։ Երբ որ դու միջազգային քրեական դատարանի որոշում կունենաս, որ հանցագործություններ կատարվի Հայաստանի դեմ 2022 թվին։ Հասկացաք,
Այդ դեպքում ինքը կմտածի ստորագրել թե Ընդ որում նեղության մեջ պետք է դուք ըստ ձեզ Հայաստանը դնի, ոչ թե Վաշինգտոնը, Եվրամիությունը, Ռուսաստանը, Իրանը։ Շատ լավ ձևակերպեցիք, ես գիտեմ կարծիքը իշխանությունը համարում է, որ մի քանի հարցերով ուրիշները պետք է նեղության մեջ գցեն։ Այդ կարծիքը իշխանության մեջ կա, չեմ ասում։ Եվ հանգիստ սպասում են, թե երբ են գործընթացները զարգանան։ Գիտեք դա ինչ տրամաբանություն է։ Իրան հարցը լուծվի։ Հա, չէ, բայց ստեղ ինչ որ տրամաբանություն կա, իշխանությունը ինչ է մտածում։ Երբ որ մենք ենք սերում հարաբերությունները, էլ ավելի քիչ հավանական է, որ Ալիևը ստորագրի։ Ստեղ տրամաբանություն կա, բայց ես ասում եմ հակառակն է։ Հակառակը, երբ որ դու մեզ գնում, Ալիևը չի ստորագրի։ Միջինը, հա, պետք է գտնվի։ Միջինը պետք է Ոսկե գտնվի։ միջինը։ Այո։ Շնորհակալություն եւ հետեւյալ թեման, ինչպես է գնահատում ուր են հասել Իրան, Եվրամիություն, Իրան, Միացյալ Նահանգներ, բանակցությունները, պատերազմի վտանգը դեռ առկա է ձեր կարծիքով եւ անպայման կդիտարկենք Հնդկաստան, Պակիստան, կարծես թե այս գիշեր ինչ որ բան այնտեղ սկսել է, սա մեծ հրդեհի կարող է վերածվել, թե լոկալ է եւ այսպես երկու թիրախ կա այսօր, այսպես պատերազմական, մեկը ոնց որ թե Պակիստան, Հնդկաստանը սկսվել է եւ Իրանը կսկսվի թե ոչ։ Գիտեք, ես Պակիստանից կսկսեմ, ասեմ ինչու։ Այդ թեման Հնդկա-Պակիստանը կան հարաբերությունների սերման նաև մեր թեման է։ Համոզված եմ, որ շատ մարդիկ հիմա կզարմանան, կասեն ինչ կապ ունենք այնտեղ։ Պակիստանը ավելի դաժան վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ համեմատ Ադրբեջանի։ Շատերը չգիտեն։ Իրենք մեզ ոչ ճանաչում են, ոչ էլ համարում են ժողովուրդ եւ այլն, շատ դաժան է Պակիստանի։ Ուրեմն ու Ադրբեջանը դուք գիտեք, հիմա իրանց հետ մեծ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն, հիմա իրանց կործանիչները պետք է առնեն լրջագույն։ Պակիստանը բոլոր միջազգայնացիաներում մեր դեմ ելույթներ է ունենում։ Թշնամի է։ Ինչի ենք մենք լուր նստած։ Ինչի չենք անում հայտարարություն ի օգուտ Հնդկաստանի։ Ասենք անընդունելի terroristական, ահաբեկչական ակտեր անել, եթե կան հարցեր պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, դատապարտում ենք Պակիստանը։ Ինչի չեք անսում։ Քանի որ Պակիստանը մեր հարցերով դաժան մեր դեմ է։ Նորից կրկնում, շատերը մտածում են, որ գլխավոր մեր դեմ պետությունը այսօր գոնե այդպես է։ Ադրբեջանը, երկրորդը Ռուսաստանը, երրորդը Թուրքիանը սխալ են, գիտեն։ Ամենադաժան մեր դեմ քաղաքականությունը վարում է, քաղաքական, դիվանագիտական Պակիստանը ավելին ասում է, եթե լինի հիմա նորից սրում Հայաստանի հետ, մենք զորք պաշտոնական կուղարկենք։ Այս դեպի թշնամի պետություն կուդա դալշի, որ ռուսերեն ասում են։ Ու օրինակ հիմա մի հատ բոքսենք Պակիստանին, հայտարարություն անենք, որ մտահոգված ենք այդ սրմանը, հարաբերությունների, դուք գիտեք, Հնդկաստանը ի պաշտոնե հայտարարեց մի քանի կետերին հարվածներ հասցնելու, ու զգուշացրեց, որ դա բանակը չի, բանակի ստորաբաժանումները Պակիստանի այլ ահաբեկչական խմբեր են, հասցրեց, Պակիստանը պատասխանեց այս գիշեր, սրվում է, բայց ես ուրիշ կոնտեքստով եմ նայում այս պրոբլեմին։ Մեր շահերից ելներով, այսա, որ ես ասում եմ նահահարցակ քաղաքականություն, որ Հնդկաստանը, որը այտենց էլ մեզ հետ լավ լինի, հիմա ավելի ուժեղ, ավելի լավ լինի, ավտոմատ դա նշանակելու է, որ վաղը ինչ-որ միտեղ, երբ որ Ադրբեջանը սխալ բան ասի, հնդիկները տեղը կդնեն, ու Հնդկաստանը այդքան լուրջ երկիր է, որ Տրամպը չի համարձակվի իրանց դեմ խոսալ։ Դու գիտեք, որ Տրամպը ասաց, հարց չկա Հնդկաստանի դեմ մենք այդ հարկեր, տուրքեր չենք բարձրացնի, միջև չբանակցենք, այդ հայտնի բաներ են։ Միտքս ինչու՞մ է այդ երկիր, որտեղ 1.5 միլիարդ մարդ է ապրում ու ասեմ դες իրանց հայ տեխնոլոգիան, բարձր տեխնոլոգիաները շատ ուժեղ զարգանում են։ Դες այդ լուրջ երկիրը ավտոմատ մեր դաշնակիցն է։ Ինչի՞ չեք անում հայտարարություն։
Դուք լսել եք, որ մենք արել ենք։ Չէ, չենք լսել ու դուք կարծում եք, որ սա լոկալ բնույթ չի կրելու, այս թե Չէ, այդ լոկալ չի կրելու, լոկալ բնույթ չի կրելու, այս կշարունակվի, կուժեղանա, ես չեմ ասում հիմա լայնամասշտաբ պատերազմ, որ պատերազմական գործողություններ կլինեն, կասկածի չունեմ։ Պակիստանը ասեց ամբողջ աշխարհը կպայթեցնեմ, եթե Հնդկաստանը ինձ գրոհի։ Այո, Ամբողջ աշխարհը կպայթեցնեմ։ Այո, հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Այս ձեր ասած ճակատների բաժանումը ստեղել է գնում։ Այո։ Ու Հնդկաստանը պարզա կլինի Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, մեզ հետ, բայց եթե դու բան չես ասում ու հետո վաղը Այդ գալիս մեզ ես, հետը մի քիչ པարզ չի արդեն։ Ինչա՞։ Եթե ճակատների է բաժանվում, մեզ հետը մենք որտեղ ենք։ Շքերթի գնացող այո։ այդ մեզ հետ ասեցիք, մեզ հետ կլինի Հնդկաստանը։ Պետք է հասկանալ մեզ հետ որ ճամբարում։ Դու գիտեք, որ հնդիկները հրաժարվեցին Մոսկվա գնալ ու պարզ է պատճառը առաջի հերթին էս է, բայց համոզված եմ, որ Հնդկաստանի վարչապետը մտածում էր ոնց խուսափի, քանի որ Տրամպը իր հետ խոսած, շատերը չնկատեցին, որ Տրամպը իր հետ խոսած ու Տրամպը մեսիջներ Հնդկաստանին ուղարկեց։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ պետությունը մնում է ոչ ստեղ, ոչ այնտեղ, ի վերջո տուժողը ինքն է։ Քանի որ եթե դու ոչ մի ճամբարում չկաս, վաղը որ քեզ վրա հարձակվեն, ոչ ոք քեզ չի աջակցի։ Հետո էլ մենք շատ հետաքրքիր է, հետո նեղանում ենք, ասում ենք, ինչ չօգնեցին, բայց խի պետք է քեզ օգնեն։ Եթե հիմա նեղության մեջ է Հնդկաստանը, այնտեղ լուրջ կարող են զարգացումներ լինեն։ Շատ լուրջ զարգացումներ ու ասենք մենք նու գոնե ֆորմալ հայտարարություն գիտեք ինչ տիպի որ քննադատում եք տերորիստական խմբերը ովքեր արեցին քայլեր Հնդկաստանի դեմ հա նույնիսկ ու Պակիստանին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ցույց տալ իօգուտ Հնդկաստանի բայց ոչ ուժեղ նույնիսկ այդ չենք համարձակվում Իրանը հիմա ես ձեզ ասեմ Հիմա ձեզ ասեմ, կհիշեք իմ խոսքերը, մոտ ժամերը Ալիևը ելույթ կունենա, Ալիևը անձամբ, կամ իրանց արտգործնախարարությունը, ու կդատապարտեն Հնդկաստանին։ Քանի որ Պակիստանը իրանց դաշնակիցն է, իրենք իրանց դաշնակցական պարտավորությունները կկատարեն։ Ես ավելին ձեզ ասեմ, հիմա խորհրդակցություններ են գնում Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան համատեղ ինչ-որ հայտարարությունով։ Միտքը հասկացաք, չէ՞։ Ուրեմն նույնիսկ չխորանալով այդ թեմային շատ Պետք է ասեմ, որ ստեղ մենք անելիք ունենք։ Իրանի հարցը եւս, քանի որ դա մեր տարածաշրջանն է եւ վտանգ կա, եթե Իրանը բռնկվի, Ադրբեջանը կարող է սանձազերծված քայլերի դիմել։ Միշտ այդ վտանգը կա, բայց Իրանի դիվանագիտությունը շատ ուժեղ է, տեսակ իրանք կարողացան ներգրավել Տրամպին այդ բանակցային process-ի մեջ Կարծես թե Տրամպն էլ պահանջում ներգրավել ու բանակցությունները գիտեք հիմա ինչի մասին են գնում որ Իրանը իրավունք ունենա օգտագործել միջուկային էներգետիկան խաղաղ ճանապարհով ամերիկացիք պարզ է ասում են չէ պետք է այդպես անենք որ միջուկային զենք ստանալը բացառվի բայց շատ ու շատ բաներ պահանջներ հանեցին միջից օրինակ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում ամերիկացիք համաձայնվեցին միտքը հիշում է կարողանում են ներգրավել բանակցությունների, դա թույլատնում է, քչացնում է շանսը, որ ուժով կլուծվի։ Բայց պարզա ամեն ինչ կարող է լինի, դուք գիտեք, 4-րդ փուլը բանակցությունների տապալվեց, հիմա տեղափոխեցին, չեմ հիշում, մոտորերս պետք է որ լինի, դա ցույց է տալիս, որ անկայուն վիճակ է, կարող է լեզու չգտնեն, հետո հարվածներ լինեն։ Բայց հուսիների դեմ պատերազմը ցույց է տալիս, որ կներեք, էլի, նույնիսկ հուսիները կարողացան Բեն-Գուրիոն аэропորտը խոցել դուք գիտեք այնտեղ նաև վիրավոր մարդիկ կան ինչ եմ ուզում ասել որ այդպես հեշտ չի էլի Իրանի դեմ պայքարել եթե նույնիսկ հուսիների հազիվ կարողացան լրացնել չէ մի երկու շաբաթ ռմբակոծում են հազիվ կարողացան ինչ-որ լրացնել 3 շատ դաժան ձևով չէ բայց ինչ եմ ուզում ասել այդպես հեշտ չի էլի պատերազմել ուրեմն ամերիկացին կհասկանան որ պետության դեմ այդ Իրանի մակարդակի պետության դեմ պատերազմել շատ վտանգավոր է բայց վտանգ կա բարձը պետք է հաշվարկես ինչ կլինի եթե պատերազմական գործողություններ լինեն Նետանյահուի գործոնն էլ Աբաքու չգնալու վերջի հարցն է որովհետև էլի կարևոր էր Իրանի հետ ձեր կարծիքով ինչու չգնաց Նետանյահուն կամ ինչու էր ուզում գնար
Ես կարծում եմ, որ ինքը գնում էր գլխավոր նպատակով, որ տարածքը Ադրբեջանի օգտագործեն Իրանի դեմ, հարցն էր։ բայց բլոկ արեց Թուրքիան։ Ինչի բլոկ արեց Թուրքիան։ Օդը որ չտվեց, հետո Ալիևին ասացին նստի էլի շատ թպրտում ես։ Քանի որ Թուրքիան Իսրայելը ծանրագույն վիճակ է, իրենք ցանկացած բային կարող է պատերազմ լինի։ Դա է պատճառը, որ Թուրքիան ասեց Ալիևին դու շատ ես թպրտում։ Ու բացի դրանից դու գիտեք, որ Թուրքիայի կարծիքը նա է, որ Իրանի դեն չպետք է լինեն ռազմական գործողություններ։ Քանի որ եթե լինի ռազմական գործողություն, պարզ չի ինչ է ստեղ լինելու։ Ու Թուրքիան այդ կամ էլ կողմնակից չի, որ հարված են Իրանին։ Այդ ցույց է տալիս, որ նույնիսկ Թուրքիա-Ադրբեջանի միջև կան տարաձայնություններ։ Հա, իրանք համատեղ ռուսների հետ մեր դեմ են կռվում, հայերի դեմ, բայց Իրանի հարցով կամ Իսրայելի հարցով այդպես միանշանակ չի։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք, պարոն Գրիգորյան, ես գիտեմ ձեր զբաղվածության աստիճանը եւ շատ հարգում եմ ձեր աշխատանքը, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Ստեփան Գրիգորյանն էր մեր զրուցակիցը գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ քաղաքագետ զրուցու վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։